Բարի արև իմ սիրելի ձկներ, այսօր հոկտեմբերի 21-ն է, ահա իմ օրացույցով Մարսի օր է, իսկ ընդհանրապես նորալուսին է այսօր, եւ հենց նորալուսնով էլ ես սկսում եմ ձեր նշանը սիրելի ձկներ եւ ուզում եմ նշել մի շատ կարևոր բան, որ դուք 7-րդ տեղից շարժվել եք դեպի 5-րդ տեղ, այսինքն երկրորդ վեցնյակում եք գտնվում, հիմա առաջին վեցնյակում եք գտնվում եւ այստեղ ձկները, ինչ խոս ձկները կույսերը համառություն են ցուցաբերում եւ այդպես շարժվում են առաջ։ Այսպեսի մենք ունենք փաստեր եւ տեսնենք արդյոք կպահպանեն ձկները իրենց կմնան գոնե առաջին վեցնյակում եւ այսպես այսօր Մարսի օրն է իմ օրացույցով եւ ես ձեզ կներկայացնեմ նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը, տեսնենք ինչ են մոլորակները, ինչ վիճակում են, հետընթաց, ուղընթաց փոխում են իրենց նշաններ, որտեղ դրանք մեր կյանք բերում են նոր գույներ, փոփոխություններ, նոր տրամաբանություն, նոր հանդիպումներ, ծանոթություններ եւ իհարկե նոր միտք։ Ահա Եվ հիմա ես ներկայացնեմ նոյեմբերը, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կան, որքան շատ են իդեպ մոլորակները այդպես փոփոխությունների բերում մեր կյանք, այնքան ուրեմն արդեն հասկանում եք, որ իրադարձություններով հարուստ է լինում տվյալ ամիսը, եւ այսպես ունենք լիալուսին, նորալուսին, արևը բնականաբար փոխում է իր նշանը, Ուրանն է հետընթաց փոխում իր նշանը, Մարսը Վեներան կփոխեն իրենց նշանը, Մերկուրին Յուպիտեր կդառնան հետընթաց, իսկ Սատուրնը կդառնա ուղընթաց։ Իդեպ նշեմ, որ Սատուրնը գտնվում է ձեր նշանում, սիրելի ձկներ, հիմա ինքը հետընթաց է ձեր նշանում, ի վերջին անգամ վերադարձավ, ինքը արդեն կարելի ասել երկար ժամանակ ձեր նշանում էր, դուք անցաք այդ ամեն ինչ այդ փորձության միջով անցաք եւ հիմա այդ փոք մնացել է շատ քիչ բաներ, որ պիտի հասցնեք ավարտին եւ այնտեղ է գտնվում նաեւ որտեղ վաղը չեմ իսօր Նեպտունն է մտնելու հոկտեմբերի մասին է խոսքս, իսկ նոյեմբերին մենք արդեն ունենք Նեպտունը եւս ձեր մոլորակը գտնվում է ձեր նշանում այնպես որ եթե ինչ որոշակի թեկուզ ֆինանսական ինչ որ գործեր ունեք ձեր ապագայի հետ կապված դուք արդեն նկատի ունեցեք պիտի հասցնեք ավարտին որպեսզի իրենք այդպես շատ հանգիստ շունչ քաշելով դուրս գան ձեր նշանից 26 թվականին դուրս կգան եւ այդպես ընդմիշտ արդեն կհաստատվեն խոյի նշանում ձեր ֆինանսների տունն է դուք հավանաբար զգացիք որոշակի փոփոխություն Երբ իրենք գտնվում էին խոյի նշանում, իհարկե նաև դա պայմանավորված է նրանով, որ միգուցե ոմանք այդքան էլ չեն զգացել, որովհետև իհարկե տներով է պայմանավորված, միգուցե ինքը դեռ ձեր առաջի տանն է եղել, բոլոր դեպքերում ազդեցությունը ֆինանսների դա այդպես որոշակի տարբերություն զգացել եք, եթե ունեք լավ ասպեկտացիա գումարներ կգան, եթե չէ ինչ որ նպատակով գումարներ եք ծախսում եւ այլն։ Եվ հիմա ես կսկսեմ Մարսից, որը դուրս գալով կարիճի նշանից տեղավորվելու է աղեղնավորի նշանում, դա կլինի նոյեմբերի 4-ին եւ մինչեւ դեկտեմբերի 15-ը ինքը մնալու է ձեր 10-րդ տանը Այսինքն այստեղ ձեր կարիերան է հիմնականում այստեղ ֆինանսներ ձեր կարիերայի հետ կապված կարող են ֆինանսներ լինել միգուցե ինչու ոչ շատ հետաքրքիր է որ Մերկուրին էլ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 29-ն է լինելու հետընթաց ինքը կմտնի աղեղնավորի նշան հետո այդպես հետընթաց կմտնի նորից կարիճի նշան ես այստեղ նկատում եմ որ կա ձեզ մոտ արտերկրի հետ կապված, ասենք, եթե մասնավորապես ձեր բիզնեսը, գործերը, թեկուզ on-line կապված են արտերկրի հետ, արտերկրացիների հետ, կամ միգուցե այնտեղ բարեկամներ ուրեք հարազատներ, այդպես կապը մեծ է։ Համենայնպես էներգիան այնպեսին է, որ այնտեղից գումարներ են գալիս, այնտեղ ձեր կապը բավականին ակտիվ է, այսպիսի տրամադրություն կա։ Ես միայն մի կողմն եմ ասում, այնտեղ կարող են լինել նաև շատ տարբեր այստեղ բարձրագույն կրթության հարցը կարող է լինել մյուս դեպքում կարող է լինել ուրեմն շրջագայությունների հարցը նայած թե ըստ ձեր անձնական քարտեզի
ու մոտ որ թեման կարող է ակտիվանալ եւ ինչը կարող է իրականանալ, հա, դրա համար ես ավելին չեմ մանրամասնում բոլոր դեպքերում ձեր կարիերայի հետ կապված, որը վերաբերում է կապված է նաեւ արտերկրի հետ, այստեղ ինչ որ վերանայելու հարցեր կլինեն, միգուցե ձերին կլիենտները կամ ծանոթները կամ բիզնեսի հետ կապված մարդիկ նորից կվերականգնեն իրենց կապը ձեզ հետ, այսպիսի իրավիճակներ կարող է լինել, այնպես որ հետո արդեն Մերկուրին կտեղավորվի աղեղնավորի նշանում, հետընթաց լինելուց հետո, երբ որ կմտնի աղեղնավորի նշան, այդտեղ արդեն շատ կոնկրետ դուք միգուցե բարձրաստիճան մարդկանց հետ հանդիպումներ ունենաք եւ ձեր կարիերայի հարցը, ձեր նպատակները փորձեք այդ կերպ կարգավորել, ինչ որ հնարավոր է, գիտեք, նաեւ ինչ որ դուր բացվի ձեզ համար ուշադիր եղեք, փորձեք, ընդառաջ գնացեք ճակատագրին։ Այսպես եւ նոյեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով 17:19 տեղի կունենա Լիա Լուսինը, արևելությունը կհարկադրվի 14 աստիճանում եւ լուսինը կգտնվի Լիա Լուսինը, այսինքն կլինի ցուլի նշանում, դա ձեր երրորդ տունն է, իհարկե շատ լավ է ձեզ համար դա եւ բնականաբար այստեղ միգուցե ընկերների հետ հարաբերություններ, այստեղ դες համար པարզ կլինի հարաբերությունները կպարզաբանեք, կճշտեք, ես ասացի դրան օգնում են նաև մինչև արդեն 5 նոյեմբերի Մերկուրին 9-ին է լինելու հետընթաց եւ միգուցե որոշակի հարաբերություններ լինեն, դուք հետո փորձեք պարզաբանել, վերանայել, հա, որովհետեւ եկեք չմոռանանք, որ հետընթաց Մերկուրին, եթե ինչ որ հարցեր ունեք, անպայման այդ հարաբերությունները կարգավորեք եւ կիսատ գործերը փորձեք ուղղակի ավարտել եւ ոչ մի ինչ որ մի նոր մեծ ծրագիր, մի նոր պրոյեկտ պետք չի սկսել նոյեմբերին, պարզապես այն ինչ որ կիսատ է մնացել, դա փորձում ենք ավարտել, բոլոր բնագավառներին է դա վերաբերում եւ պարզապես ուշադիր ենք լինում, որովհետեւ միտքը մի քիչ ցրված է լինում այդ առումով, կարող ենք ինչ-որ բաներ կորցնել ցրվածության պատճառով, իրեր, փաստաթղթեր եւ այլն, կամ այդպես անուշադիր, հա, կարող ենք լինել, ինչպես նաեւ այստեղ ուշադրություն եք դարձնում նյարդային համակարգին, բնականաբար դա կարող է բերել այնտեղ որտեղ դուք ունեք ձեր թույլ տեղին, հա, խփի նյարդային համակարգը այնտեղ օրգանիզմում, որտեղ որ դուք ունեք խնդիր, դա սկսում է ակտիվացնել, այնպես որ խնայեք, զբաղվեք սպորտով, գնացեք լողավազան, որպեսզի դա օգնում է նյարդային համակարգը ուրեմն կարգավորել նոյեմբեր ամիսը ամեն դեպքում խորհուրդ կտամ գնալ սելի ձկներ, ինչու սա ես գիտեք միայն ձեզ համար ասացի, մյուսներին այդ խորհուրդը չեմ տվել, որովհետև դուք շատ զգայուն եք եւ ջրի նշան եք եւ ջուրը ձեզ շատ օգնում է, որպես վառ ներկայացուցիչ դա ասում եմ, այնպես որ գնացեք նոյեմբերին ավելի հաճախ ջրում եղեք եւ վաննաներ ընդունեք աղաջրով եւ այլն եւ այդպես ամեն ինչ լավ կլինի ձեզ մոտ կհաղթահարեք այդ ամենը, ահա այնուհետև անցնենք առաջ եւ նկատենք, որ նոյեմբերի 8-ին Օրանը մտնում է հետընթաց լինելով կմտնի ցուլի նշան, ինքը երկօրյակի նշանում էր, մի վերջին անգամ ինքը մտնելու այդտեղ հարցեր կան դեռևս պարզաբանելու, աշխարհում տարածքների հարցերն են, որ պետք է որ հիմա վերանայում են եւ իհարկե ձեզ մոտել ինչ որ ընկերների հետ կամ միգուցե հարազատների հետ տան, մի խոսքով այդպես հարաբերություններ կան, որ դա պետք է ճշտվի եւ ասեմ նաեւ որ ձկները ինչ որ մի նոր, գիտեք, ամեն դեպքում ձեզ հուշում է, որ ինչ որ ծրագիր, եթե դուք լեզու կամ ծրագիր պիտի սովորեք ցանկալի, ասենք վաղուց որոշել եք, բայց անընդհատ դա չի ստացվում, այնպես որ ձեզ մինչև 2026 թվականի ապրիլի 26-ը հնարավորություն է ընձեռված, որպեսզի դուք նայեք եւ ձեր հնարավորությունները
ինչի կարիք ունեք, ինչ ծրագիր սովելի, միգուցե համակարգչային ծրագիր, ինչպես ասացի, կամ լեզու կամ այլ մասնագիտություններ, հա, օգնող կողքից օժանդակող այսպիսի իրավիճակ եւս կարող է լինել, կամ ասենք, եթե առևտրով եք զբաղվում կամ այլ գործերով, այստեղ ինչ որ մի փոփոխություն պիտի մտցնեք, ավարտեք դա, եթե գալիս է ժամանակը, որ դու քո շրջապատում, քո կյանքում պիտի փոփոխություն մտցնես ու դու դա չես անում, այստեղ մի ուրիշ հարված է լինում եւ դու արդեն ստիպված ես գնում այդ քայլին։ Դրա համար ավելի լավ է ինքնակամ դա անել, որպեսզի ինչ որ ուրիշ ուրեմն անակնկալներ չլինեն։ Եվ անցնենք առաջ 7-ին, նոյեմբերի 7-ին Վեներան կմտնի կարիճի նշանի, կգտնվի ձեր ֆինանսների տանը։ Ես կարծում եմ, համոզված եմ, սիրելի ձկներ, որ ինքը այդ ժամանակահատվածում կարողացավ ձեր ֆինանսական վիճակը կարգավորել եւ ֆինանսներ բոլոր դեպքերում ձեռք բերեցի կամ ինչ որ հարցեր կարգավորեցիք աշխատանքի հետ կապված, որը ձեզ բերում է ֆինանսեր կամ նվիրատվություններ եղան կամ ասենք լրացուցիչ ուրեմն վճարումներ եղան, հավելավճարներ։ Ինչևէ, ուրեմն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 1-ը Վեներան լինելու է կարիճի նշանում, ինքը կարիճի տանն էր ձեր դեպքում, հիմա էլ կարիճի նշանում է հայտնվում եւ այստեղ մենք տեսնում ենք նորից արտերկրի հետ ստացվում է, որ ձեր ֆինանսական հարցերն, ովքեր ձեզ պարտքեն արտերկրից պարտքեն կամ միգուցե նոր առաջարկներ ունեն, նոր գումար, մի խոսքով արտերկրից գումարներ, հիմա արդեն արտերկրից գումարներ կլինեն, միգուցե նաև նոր ծանոթություններ եւս կարող են լինել, բայց այն մարդիկ, ովքեր որ ձեզ պարտք են կամ պարզապես ձեր հին ծանոթներն են, նորից կվերադառնան ձեզ մոտ, կդիմեն ձեզ եւ այդպես կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։ Սա էլ այսպես սիրելի ձկներ, իսկ մենք շարժվելով առաջ ասեմ ձեզ, որ նոյեմբերի 11-ից մինչև 2026 թվականի մարտի 11-ը Յուպիտերը լինելու է հետընթաց, որը գտնվում է ջրի նշանում։ Դա իհարկե շատ լավ է, որովհետև մենք տեսնում ենք այնտեղ մոլորակները հավաքվել են, եթե համարենք ինչ որ առումով մոլորակների շքերթ, այստեղ հավաքվել են ջրի նշանում, դա ձեզ համար լավ է, Յուպիտերը գտնվում է ջրի նշանում, դա ձեզ համար եւս շատ լավ է եւ այնպես որ այդ հնարավորությունները օգտագործեք, դա կարող է վերաբերել երեխայի թեմային, նրանք ովքեր ուզում են երեխա ունենալ, կարծում դա իրենց կհաջողվի եւ անպայման այդ թեման կա եւ ուզում եմ ավելացնել այստեղ, որ Ուրանին մի պա վերադառնամ Ուրանին, կամ լավ, կարևոր չի դա, պարզապես գիտեք, այն ինչ որ կապված է հարաբերությունների հետ, տան բնակարանի եւ այլն, այստեղ հարկավոր է, հնարավոր է, որ եթե խնդիրներ ունեք այդտեղ, ինչ որ հարցեր կան, ցանկալի է, որ դուք անեք մինչև ապրիլի 26-ը, եթե ինչ որ հարցեր կան, ինչ որ փոփոխություններ եք ուզում անել, այդ ժամանակահատվածը, որովհետև հետո ստիպված եք լինելու, ինչ որ խնդիրներ կարող են լինել, առաջանալ եւ դուք դա իրականացնեք։ Ինչևէ 20-ին նոյեմբերի Հայաստանի ժամանակով 10:47 տեղի կունենա նորալուսինը, արև եւ լուսինը կմիանան 29 աստիճանում եւ դա նորից կլինի ջրի նշանում։ Տեսնում եք, կարիճն է եւ դա վերաբերում է այստեղ նոր սկիզբ է դրվում, գիտեք, այստեղ եւ ծնունդին կարող է վերաբերվել, հա, երեխայի դուք իմանում եք, որ դուք երեխա պետք է ունենաք կամ ունենում եք երեխա, այսպեսի տրամաբանություն կլինի կամ պարզապես ինչ որ նոր պրոյեկտ, նոր ծրագիր են ձեզ առաջարկում արտերկրի հետ կապված կամ ինչ որ ձեզ օգնում են, այդպես հետաքրքիր առաջարկներ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդպիսի սկիզբ կարող է դրվել, մասնավորապես եթե ձեր անձնական քարտեզում կուտակված է դրական էներգիան, միանշանակ այստեղ շատ լավ սկիզբ կարող է դրվել, գիտեք, եւ անձնական հարցով դա կարող է լինել եւ
գործնական ինչ-որ պատվերներ ստանաք, եթե կապված եք արտերկրի հետ եւ այլն կամ այստեղ բոլոր դեպքերում լավ ժամանակահատված է նույնիսկ ասենք թեկուզ հենց շրջագայության համար ինչի ոչ նրանք ովքեր սիրում են տարվա բոլոր ամիսներին իրենք ուզում են շրջագայել դա կապ չունի իսկ մենք շարժում ենք առաջ եւ նշեմ որ 22-ին նոյեմբերի արևը 22-ին նոյեմբերի կմտնի աղեղնավորի նշան, ահա, բնականաբար կրակի նշանում իրեն շատ ավելի լավ է զգում, բայց ձկները, որ կարող են այդտեղ ասենք շատ մոլորակներ ունենալ, թեկուզ հենց ասցենդենտով ձկները, այստեղ իրենց համար կարող է որոշակի հարցեր առաջանալ, ավելի շատ երևի թե իրենք զբաղվեն ուրեմն իրենց առողջական հարցերով, դա կարող եմ խորհուրդ տալ, ասենք պատրաստեք, որ նոյեմբերին կոնկրետ ուշադրություն դարձնեք հիմնականում ձեր առողջական վիճակին եւ ես կարծում եմ, որ շատերը թեկուզ ասենք շարունակում են ինչ-որ գործեր կան, որ իրենք շարունակում են, դա կարող է լինել վիրահատության տեսքով, դա կարող է լինել ներարկումներ եւ այլն կամ հոգեվոր թեմայում այստեղ կարող են շատ հետաքրքիր իրավիճակներ ստեղծվել այնպես որ փորձեք լինել հավասարակշռված վիճակում նորից պիտի խորհրդամ ձեզ գնալ լողավազան անկեղծորեն տեսնեք մի քանի մենք փաստեր ունենք սիրելի ձկներ որ դուք նոյեմբեր ամիսը միանշանակ որ մնացած ամիսները այդպես դեռ ոչինչ չեմ ասում բայց տեսնեք նոյեմբերը ես ձեզ ուրեմն այդպես խորհուրդ եմ տալիս որ անպայման գնաք լողավազան որովհետև ջուրը ձկներին օգնում է այստեղ եւ ֆիզիկապես եւ հոգեպես դա ձեզ կօգնի կհանգստանաք այսպես ավելի խաղաղ կլինեք դուք ձեր հոգու հետ միասին մարմինը եւ հոգին անցնեմ առաջ 28 նոյեմբերի Ահա, հասանք Սատուրնին, որը գտնում է ձեր նշանում, ինքը հիմա գտնում է ձեր նշանում, ինքը կդառնա ուրեմն ուղղընթաց, այսինքն պատրաստվում է ուղղընթաց է դառնում, պատրաստվում է արդեն ձեր նշանից դուրս գալուն, բայց ինքը բնականաբար փետրվարի մինչև դեռևս կլինի ձեր նշանում սիրելի ձկներ, որտեղ 14-ին փետրվարին նոր ինքը կմտնի խոյի նշան, վերջին շտրիխներն են, ինչպես որ ասացի այդպես դուք կզգաք, այսքան գործեր կա, որ ձեր կարիերայի հետ կապված, եթե ինչ-որ խոչընդոտներ կան, դուք պիտի ապացուցեք, որ դուք միակն եք ու անկրկնելին եւ ձեր ապագայի հետ կապված կարևորագույն հարցեր կան, որ վերջին շտրիխներն են դա էլ պիտի արվի, ավարտվի եւ ճակատագրական ինչ-որ մի փուլ կավարտվի ձեր կյանքում շատ կարևոր եւ դուք կունենաք նոր այսպես ասենք աստիճանական բարձրացում կամ նոր սկիզբ կարող է լինել միանշանակ նոր սկիզբ եւ դուք կարող եք շատ այդպես վատ հիշողություններ, վատ իրադարձություններ եւ այլն թողնել ձեր ետևում եւ ամեն ինչ սկսել սկզբից այդ հնարավորությունը ձեզ ընձեռում է եւ ոմանք արել են այդ քայլերը ոմանք չեն արել, չեն հասկացել, չեն իմացել եւ այլն, ինչեւ է դա էլ այդպես եւ ես ուզում եմ ներկայացնել ձեզ, որ ձեր կարիերայի հետ կապված, տեսեք, այստեղ ես ինչու է ձեզ խորհուրդ տալիս, դա իհարկե բնականաբար լուրջ է, որքան էլ որ ես ժպտում եմ, դա կապ չունի, դա իսկապես լուրջ է, որովհետև նոյեմբերի կեսերից դժվարին օրեր են սկսվում եւ դա թե ձեր հոգեվիճակին կարող է վերաբերել կապված ձեր կարիերայի հետ որոշակի խնդիրներ, ես ասացի, որ դուք այդ խնդիրները նորից կգան, որպեսզի դուք հասցնեք ավարտին, որոշակի հարցեր կան դեռևս եւ այդպես խնայում եք ձեր առողջությունը եւ մի մոռացեք, ես արդեն 2 տարի ասում եմ, որ 25-26 թվականը ձեզ համար ճակատագրական է եւ հիմա այդպես լինում ենք ուշադիր։ Ես իհարկե 26 թվականին դա ձեզ մոտ գիտեք 26 թվականին կարող է, ասենք, ձեր նպատակների հետ կապված դա շատ ավելի ուժեղ կընդգծվի եւ բնականաբար ես կմանրամասնեմ ինչպես միշտ, պարզապես հիմա նախապես ասում եմ ձկներին
Սա էլ այսպես սիրելի ձկներ, նրանք ովքեր իմ հետևորդներ են, արդեն գիտեն ինձ կարծում եմ կհետևեն, շատեր են ասում, որ ուղղորդվում են իմ խորհուրդներով, որովհետև դա միայն ձեզ օգնում է, եւ դու նախորդ եւ ինֆորմացիան ունես, արդեն ընդհանուր պատկերացում ունես ինչ է կատարվելու եւ դու արդեն գիտես ինչպես պիտի դրսեւորվես, ինչ անես։ Մնացած արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, այնպես որ գրեք ձեր տպավորությունների մասին, արդյոք իմ խորհուրդները ձեզ օգտակար եղան եւ կիսվեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս։ Ես ուզում եմ համոզված լինել, որ այո, իսկապես իմ արած աշխատանքը այն ժամանակը, որ ես իմ կյանքից տրամադրում եմ ձեզ, նշաններին ասում եմ, ես ուզում եմ, որ այն օգտակար լինի, հենց այնպես չխոսամ անցնեմ, այլ ձեզ համար իսկապես օգտակար լինի։ Այնպես որ լավ մնացեք սիրելի ձկներ, մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։